Կինոն բավականին ամուր կապեր ունի ինտերնետի հետ, ինչպես շատ եւ շատ այլ բնագավառներ։ Չկարծեք, թե այդ կապերը գործում են միայն ինտերնետում ֆիլմեր դիտելու կամ ասենք սեփական համակարգիչ այդ ֆիլմերը ներբեռնելու համար։ Կան ավելի հետաքրքիր եւ հեռանկարային կապեր, որոնցից մի օրինակ, իդեպ, ներկայացնում ենք հենց այսօր։ 60 վայրկյան տևողությամբ պատկերի նկարահանում մոնտաժի բացառումով, սա է 1 կադր 1 րոպե արդեն 9-րդ ամենամյա կինոփառատոնի հիմնական նախապայմանը։ Կինոփառատոնն անցկացվում է նորարար փորձառական արվեստի կենտրոնում ՆՓԱԿ-ում։ Այն կմեկնարկի մայիսի 17-ից 24-ը։ Այս փառատոնն այն պատկերավոր օրինակներից է, թե ինչպես նորագույն տեխնոլոգիաները կարող են կինո կերտել կամ նպաստել դրա զարգացմանը։ Փառատոնին կարող էին իրենց կադրը ներկայացնել բոլոր այն մարդիկ, որոնք ունեին հետաքրքիր միտք, բայց չունեին միջոցներ։ ՆՓԱԿ-ն օգնում էր տեխնիկապես, բայց ավելի շատ խրախուսում հենց նորագույն տեխնոլոգիաների կիրառումը կադրը նկարելիս, ֆոտոխցիկ, բջջային հեռախոս եւ այլն։ Դեռ 9 տարի առաջ, երբ Հայաստանում ինտերնետն այդքան էլ զարգացած չէր, այս կինոփառատոնի անձնակազմը էլեկտրոնային փոստերի միջոցով էր կապ հաստատում արտասահմանցի մասնակիցների հետ ու ստանում նրանցից մասնակցության կադրեր։ Այժմ, երբ կան բազմաթիվ միջոցներ այդ ամենն ավելի հեշտորեն իրականացնելու համար, փառատոնի հիմնադիր Գագիկ Ղազարեն ասում է, որ կինոփառատոնը կարողացել է ամենատարբեր միջոցներով դիտողին հասցնել իր ուղերձը։ Իսկապես 100% վստահությամբ կարող եմ ասել, որ փառատոնը իսկապես հաստատվել է ոչ միայն ներսում, նաև դրսում, որովհետև այսպես եթե նախորդ տարիներին մեզ անհրաժեշտ էին որոշ հավելյալ ճիգեր խրախուսելու մասնակցությունը, թե ներսում եւ թե դրսում, հա, այս տարի ուղղակի դա չկա։ Այս տարի, այսպես ասեմ, հայտագրման ամբողջ process-ը շատ ինքնաբերաբար, բնականon ընթացքի մեջ է մտել։ Facebook-ում փառատոնի էջի միջոցով մարդկանց տեղեկացվածությունն ավելի բարձրացավ, ու այս տարի բազմաթիվ նոր մարդիկ իմացան փառատոնի մասին։ Գագիկը ցանկացավ նշել դրանցից մեկը։ Կոջոյանի արվեստի դպրոցը, կրթարանը, այսպիսի մի նախաձեռնություն արեց, որ այդ ֆորմատը հենց իրենք վերցրեցին ու մտցրեցին իրենց կրթական համակարգի մեջ, ու այնտեղից մոտ 30 երիտասարդներ 1 րոպեով աշխատանքներ են բերել ներկայացրել ֆորումին։ Մեր նպատակը հենց դա էլ եղել է, որովհետև մենք ի սկզբանե գիտակցում ենք ու հիմա էլ վստահ եմ, որ այս 1 կադրի այս մեր ֆորմատը շատ օգտակար է բոլոր տեսանկյուններով, թե այսպես կրթական համակարգի առումով եւ թե կինոյի զարգացման իրականում շատ այսպես լիարժեքորեն օգնում է։ 1 կադր 1 րոպեի ինտերնետային գործերով զբաղվում է Վահրամ Ակիմյանը, նա նաև փառատոնի համակարգողն է։ Վահրամն ասում է, որ փառատոնի մասին ինֆորմացիա հայկական համացանցում տարածվեց կրկին Facebook-ի միջոցով։ Ասեմ, որ այս տարվա ակտիվությունը շատ հարցերում իր գործում է կատարել նաև հենց այդ սոցիալական ցանցը, ու ամենահեշտ տարբերակը սոցիալական ցանցի միջոցով մարդուց տեղեկություն հանելու տվյալ պարագայում ոնց որ հեշտացնում է մեր գործը, եւ դրա ամենավառ ու ամենահեշտ տարբերակը, երբ որ ինչ-որ մեկը գալիս է եւ նրանց տեղեկությունները պետք է բնականաբար նկար եւ այլն, սովորաբար այդ խնդրեմա մեր մոտ եւ ուղղակի 5 վայրկյանում այդ ամեն ինչը կատարվում է սոցիալական ցանցի օգնության շնորհիվ։ Փառատոնի նախորդ տարվա կադրերը կարելի է դիտել արտասահմանյան պորտալներից մեկում, սակայն Վահրամը նշեց, որ շուտով դա հնարավոր կլինի նաեւ իրենց կայքում։ Վիդեոների հասանելիությունը գոյություն ունի Vimeo ինտերնետային կայքում, որոնց ուղղորդված է վիդեո արտադրանքը ներկայացնելու համար, շուտով ներկա կլինենք նաև YouTube-ում եւ շուտով հավանաբար տարվա վերջում արդեն մեր կայքի վերափոխումից հետո հենց մեր կայքում։ Այնպես որ եթե դու էլ մտածում ես, որ կարող ես քո միտքը ձևակերպել 60 վայրկյանների շրջանակում, ապա պատրաստվիր 1 կադր 1 րոպեի արդեն հաջորդ տարվա 10-րդ մեկնարկին։ Իսկ մինչև այդ ծանոթացիր փառատոնի մանրամասներին արդեն քեզ հարազատ Facebook-ում ու սպասիր մայիսի 17-ին։ Հատուկ կայք լոռեցի ավտոսիրողների համար։ Իր հարազատ քաղաքում մեքենա գնելու եւ վաճառելու հնարավորություն է ստեղծել Վանաձորի մի բնակիչ, որի կայքի նշանաբառն է մեքենաներ փնտրում են այստեղ։ Իհարկե, այս պահին կայքում վաճառվում է ընդամենը 7 թե 8 ավտոմեքենա, սակայն հաշվի առնելով կայքի երիտասարդ տարիքը, դա նույնպես բավականին սոլիդ թիվ է։ Վանաձորցի Աշոտ Ասլանյանը մինչ ավտոմեքենաների առուվաճառքի Լորի ավտոկետ.am կայքը ստեղծել է, ուսումնասիրել է այդ շուկան, նաև ինտերնետ միջավայրում։ Նա գտել է բազմաթիվ նման կայքեր ու որոշել, որ անհրաժեշտ է կենտրոնանալ Վանաձորի եւ Լոռու մարզի ավտոշուկայի վրա։
Թեև կայքի անմիջական օգտատերերը մարզի բնակիչներն են, ոչ լոռեցիները եւս կարող են տեղադրել վաճառքի հայտարարություններ։ Ինքը իհարկե սահմանափակումներ չունի ու եթե ասենք օրինակի համար Սիսյանից ինչ որ մեկը ուզենա կայքում մեքենայի հայտարարություն տալ, բնականաբար նրան չի մերժվի։ 2009 թվին էր հղացել, ուղղակի 2009 թվականին ինչի չիրագործվեց, որովհետև այդ ժամանակ կոնկրետ Վանաձորը վերցնեմ, այդ ժամանակ դեռ Վանաձորում այս աստիճանի հասանելի չէր ինտերնետը ու համակարգիչը։ Նկատի ունենալով նաև մեր քաղաքի մեքենաների վաճառքով զբաղվող անհատներին, ես ասենք տենց մարդիկ շատ գիտեմ ու միտքը հենց դա էլ նպաստեց, որ միտքը հղանա, իրենք առաջարկեցին, օրինակ, որ վատ չէր լինի, եթե ասենք մի հատ էս տիպի կայք լիներ, հենց Վանաձորում, մեքենա վաճառողը իմանա, որ ընդեղ կարելի է այդ ամեն ինչը անել։ Կայքն ընդամենը 15 օրական է։ Աշոտ Ասլանյանը համոզված է, որ այն կարող է լուրջ այլընտրանքային մրցակից դառնալ հեռուստատեսության համար, որովհետև եթե երկրորդի դեպքում ստիպված ես հեռուստացույց դիտել հստակ ժամերին, վաճառքի հայտարարություն լսելու համար, առաջին դեպքում համակարգիչն ու հասանելի ինտերնետը բավական են օրվա ցանկացած ժամին, ցանկացած վայրում տեղեկանալու վաճառվող մեքենաների ցանկին։ Ընդ որում ինտերնետ ավտոբուրսայում հայտագրումն անհամեմատ էժան է, ընդամենը 500 դրամ մեկ ամսով հայտարարություն տեղադրելու համար։ Հայտատուն մաքուր մեքենա ներկայանում է գրասենյակի աշխատակիցները մեքենայից 6 նկար են անում, հատուկ բլանկի միջոցով հավաքագրում են մեքենայի ամբողջ տեղեկատվությունը, դրանից հետո նոր արդեն հայտը տրվում է կայքին։ Եթե հաշվի առնենք կայքի հնարավորությունները եւ հեռուստատեսության հնարավորությունները եւ նաեւ դրան գումարենք մեր կայքի սակագները եւ հեռուստատեսության սակագները, իհարկե ինքը շատ հզոր մրցակից կարող է լինել։ Յուրաքանչյուր նոր գործ պահանջում է ծախսեր, լավ գովազդ եւ վարկանիշի բարձրացում, ինչով այժմ զբաղված է երիտասարդ ինտերնետ գործարարը, օգտագործելով հիմնականում սոցիալական ցանցերը իր կայքի հղումները տարածելու համար։ Սկզբի համար Աշոտին բավարարում է։ Մի շարք սոցցանցերում կայքն ունի իր էջը, որին կարող են հավանություն տալ եւ ծանոթանալ բովանդակությանը։ Facebook, VKontakte, Одноклассники.ru, Мой мир, ցանկացած օգտագործող հայտատուն նաև հնարավորություն ունի, ասենք իր մեքենայի էջի բացված ժամանակ ինքը իր մեքենայի հայտը Facebook, Одноклассник, VKontakte ցանցով տարածելու, որ նման մեքենա է վաճառվում։ Հայաստանում իմ գիտենալով սա ինտերնետային միակ ավտոշուկան է, որը հեռուստացույցով գովազդվում է։ Բացի վաճառքի հայտարարություններից, կայքը նաև տեղեկատվական է։ Այստեղ զետեղված են ավտոշուկայի նորություններ, գործում է ինտերակտիվ կապ, ինչը այն իրենից ներկայացնում։ Յուրաքանչյուրը կարող է առցանց խորհրդատվություն ստանալ հետաքրքրող հարցի շուրջ, ինչու՞ չէ, նաև գովազդ տեղադրել։ Ասենք ես հարցեր ունեմ, սեղմում եմ help-ի վրա, բացում եմ մի հատ պատուհան, որտեղ նշվում է անուն, ասենք Լուսինե։ Չէ՞։ Սկսել զրույցը։ Գովազդատուները կարող են ասենք այցելել համապատասխան էջը կայքի, տեղեկանալ էջերից, որտեղ որ կարելի է գովազդ տեղադրել իրանց չափերին, գներին, ըստ ամսավճարի։ Իսկ ինչ վերաբերում է կայքի փոփոխությանը, դա երևի ժամանակը ցույց կտա, դա երևի սպառողը կթելադրի։ Եթե մեքենա վաճառելու կամ գնելու համար չես մտել կայք, այնտեղից հնարավոր է իմանալ եղանակի տեսությունը Երևանի, Շիրակի եւ Լոռու մարզի։ Կայքը ունի տարադրամի փոխարժեքի ուրեմն հնարավորությունը ըստ կենտրոնական բանկի տվյալների, եթե պահեստամասեր առաջարկող մարդիկ կան, այնտեղ նրանք կարող նաև պահեստամասեր տեղադրեն։ Ինտերնետին ծրած լայն հնարավորությունները հարկավոր է խելացի օգտագործել։ Երբ հստակ գիտես անելիքդ, բիզնեսիդ համար ճիշտ ռազմավարություն ես մշակել, ինտերնետի միջոցով փող կարելի է աշխատել նաև մարզերում, համոզված է Աշոտ Ասլանյանը, ով առաջիկայում պատրաստվում է տեղադրել նաև կայքի տեղեկատվական վահանակները։ Եթե մարդ որոշել է ինտերնետով գումար աշխատել, դա լրիվ հնարավոր է։ Իմ ռազմավարության մեջ կա որ կայքը ակտիվ գովազդվի, որպեսզի մարդիկ, այն մարդիկ, ովքեր որոշել են Լոռի ավտոկետեմ կայքում հայտ տեղադրել, իմանան, որ կայքը գովազդվում է։ Կայքի ռեյտինգը բարձրացնելով բարձրանում է նաև այնտեղ տեղադրվող գովազդի գումարը։ Մի քիչ կայքը սկսի աշխատել, մի քիչ ռեյտինգը բարձրանա ու կայքի բաները արդեն սկսի տեղադրվել այլ ինտերնետ ռեսուրսներում։
Լուսինե Սարգսյան, Կամո Ծատուրյան, Վանաձոր։